3 հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Շամշանքոմը։ Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ ստացվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն։ Մինչ Էրեբունի եւ Շենգավիթ բժշկական կենտրոններում պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Այվազովսկու փողոցից ու արդեն Էրեբունու ոստիկաններն ու Երևանի քրեական ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ գազային ատրճանակի չկրակված 3 պարկուճ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի եւ Արցվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկը նույն տեղամասի մեկ այլ գլխավոր էկոպարեկի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում մի շարք անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից կաշառք են ստացել։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված էկոպարեկները Տավուշի մարզի մի շարք բնակիչների կողմից Հայ Անտառ-Պոակի Իջևան անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու եւ դրան կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2025 թվականի մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ։ Ստացած կաշառքի դիմաց էկոպարեկները ապօրինի ծառահատումները կանխելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել, չեն արձանագրել ապօրինի ծառահատում կատարելու փաստը, օրենքով նախատեսված կարգով առերևույթ հանցանքի մասին հաղորդում չեն ներկայացրել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել, պետության օրինական շահերին թաքցվել է առերևույթ հանցագործության դեպքը եւ ապօրինի ծառահատումներ կատարած անձինք խուսափել են օրենքով նախատեսված պատասխանատվությունից։ Կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 2 գլխավոր էկոպարեկներին մեղադրանքներ են ներկայացվել։ Էկոպարեկներին կաշառք տված անձանց եւս մեղադրանքներ են ներկայացվել, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քրեական ոստիկանության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Մայրաքաղաքի Արցախի Պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը ամառոնոցում եւ իր 2 մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթեր։ Տեղեկությունը ստուգվել հաստատվելու հոկտեմբերի 9-ին Երևանի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ են կատարվել 44-ամյա տղամարդու բնակարանում ամառանոցում եւ ավտոմեքենաներում։ Կոտայքի մարզի Ձորախբյուր գյուղի այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, 1 հրացան, ինքնաձիգի 1 խլացուցիչ, սվին, դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հոկտեմբերի 15-ից 16-ը հանրապետությունում բացահայտվել է 158 հանցագործություն, մասնավորապես բացահայտվել է 52 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք խարդախության, թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք փաստաթուղթ կեղծելու, 8 դեպք հոգեկան ներգործության, 6-ական դեպք մարմնական վնաս պատճառելու, սառը զենքի հայտնաբերման, 5 դեպք անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք զինամթերքի առգրավման, 2-ական դեպք շորթման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։ Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, փողը փչացնելու եւ այլ դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործությունից բացահայտվել է 1-ական դեպք խարդախության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը, գրանցվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։ Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար, 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։